587-ի վրա։ Բացի բերը։ 8, 7, ստորակետ իրեք։ Հիմա ես գնայեմ։ Կավի մեջ մնա։ Հետախույզի օրագիրը։ Հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր և հրամանատար Վովա Վարդանովի հեղինակային հաղորդումը միայն լրատվական ռադիոյի եթերում։ Բարև ձեզ, շարունակում ենք հետախույզի օրագիրը, նորից մեր հյուրը Աշոտն է, Սպանդարյանի ջոկատի դաշտային հրամանատար, այն ժամանակ ասում էին Սպանդարյանի Աշոտ, Ղռղռ Աշոտ, մարդկար շփոթվում էր Չաղ Աշոտ էր ասում, բայց Աշոտը Չաղ չէր, ինքը ուղղակի ոնց քիչ կարինաստ էր, էլի, սպորտային կառուցվածք ուներ։ Բարև Աշոտ ջան։ Բարև ձեզ։ Նախորդ հաղորդումը վերջացավ այն նոտայի վրա, որ հրամանատարության բեռի մասին էր խոսքը, չէ՞։ Հրամանատարության բեռը ծանր բեռ է, մի ուրիշ ծանր գործ կա, որը որ ինքը բեռ չի իմ կարծիքով, այլ ավելի շուտ իրավունքից օգտվելու մարդ կա, չէ՞, ասենք իրավունք ունի այս բանին տեր լինելու, բայց դրան տեր լինելը մեծ պատասխանատվություն է, ինչ-որ ծանրություններ քաշտել, բան դա զինվոր լինելն էր։ Մենք օգտվում ենք այդ իրավունքից, որ այդ իսկական հայերի կողքին լինենք ու իրանց պաշտպանելու իրավունքից։ Հիմա դու երկար ժամանակ ես պատերազմին մասնակցել, շատ-շատերը չեն հասցրել այդքան մասնակցեն կամ մի քիչ ավելի ուշ են հավաքագրվել, թե կամավորականությանը, թե չեն հասցրել կամավորական ձևով պատերազմին մասնակցեն, զորակոչվել են։ Կամավորականությունը ինչ որտեղ իմ կարծիքով ժողովրդի սերուցքն է։ Ես դա այտենց պաթոսային բան եմ ասում, բայց դա իրականություն է, որովհետև այն ազգը, որը կարում է կամավորականներ տրամադրի ինչ-որ կարևոր գործի վրա, այդ կարևոր գործը լինի պատերազմ, ինքնապաշտպանական, թե ինչ-որ էլեկտրոկայանի կառուցում, ուստի Դնեպրոգեսը 45 թվականի նոր պատերազմ փորձած, այդ ժողովուրդը ապագա ունի։ Այդ դու ո՞նց ես գնահատում այն ժամանակվա մեր կամավորականության որակը։ Որակը ասելով ես նկատի ունեմ ոչ թե մարդկային որակները, այլ հայկական որակ։ Ուրեմն սենց պատասխանեմ առաջինը բարև ձեզ հարգելի լսողներ, ովքեր որ այսօր լսում են հաղորդաշարը։ Ես ձեր հարցին սենց պատասխանեմ, ուրեմն կամավորականությունը միշտ գնահատելի է եղել, չգիտեմ, ես կարողա խոսում եմ այն ոգով, որ ես կամավոր եմ եղել, ասենք, այդ կամավորականությունը բերել է մեզ, մենք հասել ենք այն բանին, որը ստեղծել ենք բանակ։ Այսինքն բանակ, որը հավատացել է, որ մարդիկ կամավոր իրանց ընտանիքները, թողելով այլ տարածքում իրանք մարտական գործողությունների են գնացել ու հասել են, այսօրվա օրվան, իրանք դրա հիմքերի վրա ստեղծել են բանակ։ Կամավորականությունը ես sense մեկնաբան եմ, որ ինձ համար բարձր տեղ է գրավում, որովհետև առաջինը ես հաստատուն 28 տարեկան եմ եղել, կամավորական գնացել եմ պատերազմ մասնակցելու, հասել եմ նրան, ինքնահաստատմամբ հասել եմ նրան, որ ես պատրաստ եմ դրան։ Օգտվել այդ իրավունքից, որ ես պատրաստ եմ դրան, որ ես կարող եմ այդ ամեն ինչը հաղթարեմ, այսինքն վաղը նվնվալու, նեղվելու ոչինչ չունեմ, որովհետև ոչ ոք իմ վզից ոչ մի բան չի կապել։ Դա 94 թվականը չի Երամսյա հավաք, որ տարբեր տեղերից, ասենք, հավաքվեցին, ուղարկվեցին։ Դա այն թվականն է, որը մենք տարիքային հարաբերության մեջ լինելով տարիքային ինչ-որ շրջանում հասկանում ենք, որ դա մեզ պետք է, ու մենք կամավոր գրվեցինք։ Էլի մեկնաբանում սա այսօր եթե անդրադառնանք, եթե Աստված չանի, երբևիցե ասենք որևիցե մի բան, ես էլի մնում եմ զինվոր։ Անկախ նրանից, թե ես այս տարիքում ինչքան եմ պիտանի բանակի կողքը կանգնելու, ասենք կամավորությունը դա վստահություն է, վստահություն, որը ասենք դաժե խոսք չես գտնում մարդուն ասելու, որ քեզ սորով չենք բերել, էլի, այսինքն դու եկել ես կամավոր, այնց որ նեղվելու, արցունքոտ աչքեր տեսնելու բան ես չեմ ցանկանում եւ դու ցույց ես տա այդ ճանապարհը ու տեղից հասկացա որ մեր շարունակ ասենք պատմությունը բան ասենք պատմությունը իմանալով հանդերձ շարունակ ինձ թվում է թե դա պրոստը գրել են Իսկ ես վերջապես հասկացա որ պատմությունը միշտ կրկնվում է մենք էլ նույն այդ ժողովրդի անիվը միշտ պատտվում է մենք էլ նույն այդ ժողովրդի սերունդն ենք, ու հաստատ մենք նույն
մեր պատմությունը անիվը ոնց որ ասած պտտեցինք ճիշտ է այն դեպքում որ արդեն այլ ճանապարհ չունեինք, հա, բայց պտտեցինք ազնվորեն, հա, կարևորը ազնվորեն բարձերես ու հաղթանակն էլ դրա մեջ էր։ Մեր կամավոր լինելու, մեր տարիքի մեջ գտնվելու, հետո մի քիչ էլ բան ասենք կորցնելու ինձ թվում է քիչ բան ունեինք, հա, որովհետև բոլորս էլ երեխաներ ունեինք, հա, ասենք պայքարում ենք երեխաների համար, երեխաների ազատության համար։ Անցած անգամ ես շեշտեցի, որ երեխաներիցս մեկը 4 տարեկան էր, մեկը 6 տարեկան էր, հա, այսինքն բոլորի երեխաների մեջ տեսնելուց ես տեսնում եմ իմ երեխաներին։ Իսկ կամավորությունը ես այսօր էլ եմ գտնում, որ ճիշտ է։ Այն բրիգադներ են սարքել, հա, պաշտպանական բրիգադներ են սարքել, էլի ճիշտ է, ասենք մարդիկ կան, ասենք որ վարձատրություն չունեն, ստիպված են գնում, հա, ասենք այդ ճանապարհին, բայց ամեն դեպքում ինքը կամավոր է գնում, հա, չէ, ու 100%-ով նա ավելի ճիշտ է պաշտպանում, հա, ասենք տարածքը, քան ասենք կայացած զինվորը, որովհետև զինվորը այն դեպքում է զինվոր, ես sense մեկնաբանեմ, երբ որ հզոր բանակը ուզում ենք մենք հասկանանք մեր, հա, եթե բանակը մի կողմի է կրակում, նրա հզորությունը այդքան չի երևում։ Այն հզորությունը այն դեպքում կզգա, երբ որ դիմացինն էլ կրակի իր վրա։ Մի քիչ առաջ հաղթանակ բառ լսեցի քո խոսքի մեջ, ընդհանուր կոնտեքստից հանած, առաջի մեծ հաղթանակը, որը ունեցանք մենք, ես չեմ ուզում բանից խոսամ, ասենք տող գյուղի այդ կեսը ազատելուց, գյուղեր էլի ենք դրանից առաջ վերցրել, ազատագրել, բայց երևի ամենաառաջի մեծ հաղթանակը եղավ Խոջալույի օդանավակայանի ազատագրումը, դեբլոկադան եւ ասենք Խոջալու այսօրով Իվանյան, ասենք այդ Ավանի ազատագրումը։ Դրանից հետո եղավ Շուշին։ Դու դրանցից մեկին հաստատ մասնակցել ես Շուշի օպերացիային։ Խոջալույին չես մասնակցել, ես իշքամ հիշում եմ Մարտունից ընդհանրապես Մարտունին մեծ հարվածի տակ էր, այո, Մարտունին ընդհանրապես չի մասնակցել այդ բանին։ Դրա համար արի չխոսանք դրա մասին, որ դու դիսցիպլինան խախտելով գնացել ես Շուշի օպերացիային մասնակցելու, անկարգ զինվոր էլ է լինում։ Բայց կոնկրետ Շուշի օպերացիայի վերաբերյալ դու ինչ-որ բան կարաս հիմա ասես, քո ղեկավարած, ասենք, մի քանի տղայի հետ չի եղել, որոնք քո ջոկատեցին, ասենք դու իրանց հրամանատար։ Սենց մի հատ դեպք պատմեմ, հա, ասենք, որը կապված է, որը եւ սկիզբը կպատմեմ եւ ավարտը, վստահության մասին է խոսքը, հա։ Մի օր նստած ենք Մարտունում, հա, մի հատ Վալերա անունով շատ ուժեղ խիրուրգ ունենք, որ եթե սաղ աշխարհի, ասենք, տարբեր երկրներ, չեմ ուզում շեշտ տնեմ, որ երկրներից, որ եկել են տեսնում են ինչ ձևով է ինքը սրտի կամ բանի վիրահատություն անում, հա, ինչ որ մի ներքին օրգանների։ Իրանք ասում են դա հնարավոր չի։ Մատի վրա թել փաթաթելով մարդուն կարել ու այդ մարդը հիգիենայից զուրկ պայմաններում դա ասում են դա հնարավոր չի։ Լամպի լույսի տակ օպերացիա անել սիրտ դա հնարավոր չի։ Բայց այդ մարդը անում էր անհնար։ Մի օր նստեցինք Վալերան ուրեմն խանգարվել էր ինչ որ բանից, ասեմ, եթե պետքա ասեմ ինչից, որ մտել էր մի հատ նկող, որտեղ սնայրադը մտել էր ու ասում է падնագամի չերեպի խրուսնում է։ Այսինքն բոլորը մահացել են ու գլխի մեծությունից ինքը նայելա թե որը երեխա է, որը մեծ, ասենք։ Դրանից հետո ինքը իրան տվել էր խմիչքի։ Ուրեմն մի օր նստեցինք, ինքը որ խմեց, մի հատ միջոցառում կա տղեկից, որովհետեւ մեկի ծնունդներ չեմ կարա հիշեմ։ Խմելու ժամանակ ասի Վալեր ասի, բանը ինքը միշտ հարցականով էր խոսում մեր հետ։ Ասենք որ մենք այս եղածը կարանք պահենք, գրավելու մասին չէր խոսում։ Կարողա մեծախոսեցի, հա, ասեցի չեմ եղել Բաքվում, նկարներով եմ տեսել, հա, բայց ես մտնել եմ Բաքու ու մի հատ կղզի վերցնեմ իմ համար, հա, համարեմ, որ այս էլ իմ նվաճած տարածքն է։ Ինքը ծիծաղ է։ Աստորեն ղաչաղություն հստած է եղել։ Իմ բանը, իմ վրա իմ խոսքերի վրա ծիծաղեց, ասեց ոնց է այն ոնց որ մի հատ կինո կա, չէ, ասում է հիվանդների վրա չեն ծիծաղում, հա, խոսքի ինքը այդ բանով էլ ասեց, ես ուզում եմ հավատամ, հա։ Շարունակում ենք հետախույզի օրագիրը, այսօր հյուր ունեմ Ղարիբյան Աշոտ, Սպանդարյան շրջանի ջոկատի դաշտային հրամանատար։
չմոռանանք շեշտենք, որ 12-ին դեպի ասենք մահվան 20-րդ տարեդարձն է, հա, ասենք Մոնտեն Մարտունու հրամանատարներ, հա, մինչև Մոնտեի գալը, Մարտունու հրամանատարը Հայաստանի ջոկատների եղել եմ ես, այնց չի որ ինձ որևիցե մեկը նշանակել է, չէ որպես դիսլոկացիա, ասենք ոնց էր գեներալ լեյտենանտ Մանվել Գրիգորյան ասենք բանում, հադրուդում, ասենք մենք էլ Մարտունիում էինք, հա, ուրեմն հետո Մոնտեն եկավ միացավ մեզ, հա, ասենք անացեր որ մենք Շուշի հարձակմանը անկախության բանակից Մոնտեն գտել էր որ 12 հոգի պետքա գնան Շուշի պատերազմին մասնակցեն, բայց քանի որ իմ փապագը եղել է, ես երբևիցե Շուշին չեմ տեսել, շարունակ լսել եմ նրա մասին, հա, իմ փապագն էլ են եղել, որ ես պետքա մասնակցեի Շուշի պատերազմին, անկախ նրանից ինչ կլինի։ Աստորեն Մոնտեն որոշեց, որ այդ 12 հոգին անկախականները պետք է տան, անկախության բանակի տղաները։ Ես պետքա մնայի Մարտունու, հա, ես պետքա մնայի Մարտունի, որ դու անկարգ զինվոր ես դրանում դա չեմ բացառում։ Դու ավելի լավ հիմա մի սովորացրա երիտասարդներին հրաման չկատարել, այլ ընդամենը պատմի Շուշի կոնկրետ բոյին մասնակցել։ Համաձայն եմ, չէ, որ խմբի հետ ես եղել, որ ուղությունից։ Ես երիտասարդներին ճիշտ ասած չեմ ցանկանում իմ օրինակը իրանք ընթորինակ են, հա, ինձանից, բայց իմ լավագույն կայացման, հա, որ ասեմ ավելի ոտերս պին գետնին սեղմվեց, դա չեմ կարող բացառեմ, որ Շուշիի հաղթանակն է։ Այսինքն իմ անկարգ լինելով ավելի վստահ դառա ես, ավելի որպես մարտիկ, որպես մարտիկ, որովհետև այնտեղ հրամանատարությունը մի քիչ հարաբերական էր, ընդհանուր հրամանատարություն էր, այսինքն չկար, բոլորն էին զինվոր։ Այնտեղ նես չէր որ ասենք ես իմ ջոկատը բավականին գրագետ կազմակերպված 4 ուղղությունով պետք է մտնեինք, այո, հա, հետո 4-րդ ուղղությունը բացեցին, ինչի համար որպեսզի ասենք որպեսզի զոհերի քանակը կչանար եւ պլյուս ընդཐུպ գործ ունենք ասենք կինու երեխաների հետ որպեսզի թույլ տայինք նրանք ասենք էվակուացվեն, հա, ոնց որ սաղ պատերազմի ժամանակ նորմալ զինվորի մտածելակերպով շարժվեցինք։ Ուրեմն դուրս եկանք 4 հոգով, հա, որից մեկը այսօր զոհված է, մահացել է, այսինքն ոչ պատերազմում, հա, 4 հոգով նստեցինք մեր մեքենան, գնացի Ստեփանակերտ, դա մայիսի 7-ն էր, +8։ Գնացինք, արդեն տղեկը բարձրացել են տարածք։ Չգիտեմ խի մենք միշտ մայիսի 9-ն ենք շեշտում, հա, բայց մայիսի 8-ին վերցրել ենք, էլ աղբի ջան, հա, ես ուզում եմ իրական տեսքով խոսեմ, հա։ Գնացինք գիշերը Արկադի Իվանովիչին ասեց, ինչ գործ ունես դե, Մոնտեն տեղյակ չէր, Մոնտեն ինձ կանչեց, ասեց, որ Մարտունու, Ասկերանի, մեկ էլ Մարտակերտի վրա մեծ հարձակում է լինելու, որպեսզի մեր ուժերը հետ քաշեն, ասենք ներքաշեն իրանց վրա, որպեսզի ասենք Շուշին չազատագրեն։ Իրանք շեղող հարվածներ անպայման պետք է հասցնեին, մենք Մոնտեն կանչեց ինձ հանրարարություններ, տվեց հանրարարություններ, այսինքն մենք գիտենք մեր իմաստներ, հա, պոստերը մենք անգիր գիտենք, որտեղ ինչ դիսլոկացիա կա, որտեղ պետք է ուժեղացնել, որտեղ եւ այլն, հա։ Ես Մոնտեին ասի, Մոնտե, ես ուզում եմ գնամ Շուշի։ Ինքի մեծ, ասենք, խոսակցական բանավեճի, հա, բանալես, որ ես էլ կցանկանամ դա էլ հիմնելը փապագնա, բայց այսօր մեր կարևորությունը ինքը դրեց Մարտունու վրա, առաջի հարվածվող կետը Մարտունն էր, որովհետև մի ամեն ինչ կտրում էր իրարից։ Ես իրան ասեցի, որ իմ զինվորները նաև պատրաստ են առանց հրամանատար, որովհետև ունեի ինձ փոխարինող հրամանատար, հա, փոխարինող հրամանատարությամբ ներքո ամեն ինչը կկատարվի բարձր մակարդակով։ Մենք վերջնական չզրուցեցինք իրար հետ, ես եկա ու որոշեցի, որ ես պետքա գնամ, հա, անկարգ զինվորի նման, հա, նստեցի մեքենան ու գնացի, որը երբևիցե չեմ ցանկանա մեր զինվորները նման բանի մեջ գումարվեն, հասկանալով հանդերձ, բայց ես արեցի այդ։ Գնացինք Ստեփանակերտում Արկադի Իվանովիչին մոտեցա, ասեց դու ստե ինչ գործ ունես, Արկադի Իվանովիչը ինչ շատ լավ է ճանաչում, որովհետև ինքը բոլոր մարտական հրամանատարներին եւ անվանական գիտեր եւ նրա հնարավորությունները։ Ասեցի, որ եկել եմ գնամ Շուշի, ասեց բա խես ու շեկե արդեն մարտիկ դիրքերում են, այսինքն բանը պետք է խփեր, հա, ասենք համազարգերը պետք է խփեն, նոր հետո անցնեին ընդհանուր ոնց որ ասած սաներման աշխատանքների։ Հարցեցի որ ուղղությունով, հարցեցի Մալխասի տղեկը որտեղ են, ասեց որ կենտրոնական ճանապարհով են բարձրացել։ Այդ եղավ մեր զրույցը, ճանապարհն էլ այնպես չէր, որ խոսքի օրինակ մեզի բացատրել էր, բայց ճանապարհը արդեն այնպես երևում էր որն է։ Ու բարձրացել ենք, միացել ենք Մալխասի
տղաներին, իրանք արդեն կրակի տակ են, մինչև մենք հասանք դա ագին տարածք էր, դա ասենք Քանի տարի է արդեն Մալխասը մահացել է։ Մալխասը, եթե չեմ սխալվում, մահացավ 90 թվականին, 99, մոտ 10 տարուց ավել է, էլի։ Այն մոռացված անուններից է, որ մեր ազգը չպետք է մոռանա, էլի։ Դե հիմա մեր ազգը շարունակ, ասենք ճիշտ է, տես կանրադառնամ, այդ բաներին, Վովա ջան, Ոչմ բարձրացանք, միացանք Մալխասի տղեկին, 12 դառնանք 16 հոգի։ Մենք պահեսների կողմից ենք, գոմերի կողմից ենք։ Մալխասը դե զոհ տվեց, թե վիրավոր։ Չէ, վիրավոր տվեց։ Այսօր Արկադիկն էր մեկ վիրավորը, մեկը Սուրիկն էր, Չարկաս վախտեր վիրավորը Արկադիկ։ Շուշի վախտել Արկադիկը վիրավորվեց։ Ուրեմն մտանք այդ պահեսների կողմից ու ես չեմ պատկերացնում որևիցե մի կանոնավոր բանակ այդ ձևի պատերազմ տալ։ Ես չեմ պատկերացնում։ Ես կանոնավոր բանակի մասին եմ խոսում։ Այդ բանը տարածքը տեսնելով ներկա եւ նախքին, ինչ տարածքում պետքա պատերազմ տան, շատ դժվար պատերազմ էր, ասենք սենց։ Կարելի ասել մեր ոգու ուժեղությունով, լավագույն զինվորը ընդունակ ենք մենք ազգով, լավագույն զինվորը տանք, մենք պատրաստ ենք երկրագնդի վրա ցանկացած ռազմական հարցեր լուծել, ի վիճակի ենք գրավել անգամ, չգիտեմ, Վաշինգտոնը կամ Մոսկվան կամ Կեյփտաունը, մենակ թե այդ ամեն ինչը մեր ազգին անհրաժեշտ լինի։ Եթե հայ զինվորի դեմ ինչ-որ մի խնդիր ես դնում ու ինքը հասկանում է դրա անհրաժեշտությունը, հայ զինվորին կայունացնել անհնար է։ Հիշողությունս այդքան ծաղկուն չի, 3 անգամ կոնտուզիա եմ տարել, այդ զոհի մասին եմ խոսում, Վովա ջան։ Մեր ճուտը զոհվեց, ճակատից խփվեց, բայց ճուտը մեր տղաներից էր, ինքը Սպանդերանի տղաներից էր։ Իսկ մեր հանգուցյալ Արջ Աշոտը իր մատանին ենք տարա Ստեփանակերտ մեկի մատին դրեցինք, մի հատ աղջիկա նշանեցինք։ Աշոտը ավանցին։ Չէ, մենք էլ ունենք, չէ, Արջ Նազարեթյան Աշոտը։ Ոչմ, Արջի մատանին դրեցինք, բան հարթնացի մատին, ճիշտ է մի քիչ մեծ էր, մի քիչ շատ էր մեծ, բայց սկզբնական խոսքը առնելու ինքը ասաց, որ այս պատեբանը Շուշին վերցնում ենք ու ստեղից ես այդ հարթնացին վերցնում եմ, գնում եմ Հարսանիք եւ այլն ու բանը պատերազմը վերջացնում եմ։ Ցավալի է, բայց միշտ զոհվողը միշտ իմացել է իր զոհը լինել։ Ու հաջորդ օրն ասել է ինքը չի մասնակցել։ Ասենք մի կարճ ժամանակ հետո չի մասնակցել։ Այսինքն իր խորությամբ եթե նայեր, լսեիր այդ մարդուն, դու գիտեիր, որ ինքը մոտակա օրերը զոհվելու է։ Ճուտը տեղ խփվեց։ Մեծ դժվարությամբ ճտին հանեցին, քանի որ այնտեղ դիպուկահարներն էին աշխատում։ Ու տեխնիկան էր շատ ուժեղ։ Ես չեմ անում, որ մուլտուն ձեր մոտա խփվե ու դուք եք իր դիակը հանել։ Դիակը հանել ենք ես, մեկը Չարկալ Սուրիկը, Զեյթունցի Չարկալ Սուրիկը, որը նաև իմ տղաներից էր, բայց էլի Մալխասի հետ էր գնացել։ Ու բանը Շուշին վերցնելուց հետո զարմանալի էր, էլի ասենք ճիշտն ասած բոլորս ենք զարմանում։ Առաջի հայացքից հույս չկար որ կվերցնենք։ Բարձացել ենք ճիշտ է հիմնական դիրքերը, բայց հույս չկար։ Հույս չկար, որովհետև 10 անգամ ոչ պակաս 10 անգամ գերազանցում են։ Վերցրեցինք Շուշին, ասենք Շուշիից հետո հաղթական, ասենք այնտեղ վերցրեցին մի հատ կամազ, տրաֆի հասկացողությունը, բարձեցինք փամփուշտները ու Շուշի գրավման ընթացքում այնքան չենք գրակել, ինչքան գրավելուց հետո, ասենց ասեմ, որովհետև գրավելուց հետո պատրոն շատ ունենք, էլի ասեմ։ Դուք լսեցիք հետախույզի օրագիրը։ Հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր եւ հրամանատար Վովա Վարդանովի հեղինակային հաղորդումը։ Հաշված րոպեներ անց դարձյալ լուրեր։ Այն մասին, թե ինչ էր տեղի ունենում երկրում եւ աշխարհում այն ընթացքում, երբ դուք լսում եք այս հաղորդումը։ Լրատվական ռադիո FM 106.5
Gangalele ska